Ողջույն սիրելի հայրենակիցներ, շատ նամակներ ենք ստանում, մեզ շատերը հարցնում են, թե մենք ինչ նկատի ունենք, երբ որ այս քարոզարշավին ընդառաջ ասում ենք, որ ռեմոնտադա լինելու է։ Ուրեմն ռեմոնտադան իսպաներեն բառ է, իսպաներեն ֆուտբոլային լոզունգներից է, եւ այն նշանակում է վերելք, վերադարձ, եւ դա նշանակում է ըստ էության խաղի հաշվի մեջ մեծ տարբերությամբ պարտվելուց հետո հաղթանակի հասնել կամ ընդհանուր դիմակայության մեջ զիջելուց հետո դուրս գալ հաջորդ փուլ։ Հետաքրքիր է, հաջորդ փուլ դուրս գալ, ոչ թե մնալ պարտության փուլի մեջ, ուշադիր, ոչ թե մնալ պարտության փուլի մեջ, այն ինչ որ այսօր քարոզվում է Հայաստանում։ Եվ այն հաճախ օգտագործվում է տպավորիչ կամային հաղթանակների համատեքստում, այսինքն, երբ որ լինում է վերադարձ, երբ որ լինում է վերափոխում։ Մենք մեր նախընտրական լոզունգների մեջ, ասպես ասեմ, օգտագործել ենք հետևյալ կերպ. ռեմոնտադա, պարտության հետևանքների չեզոքացում, քաղաքական վերածնունդ, Հայաստանի սուբյեկտայնության եւ հզորության վերականգնում։ Եվ այստեղ միանշանակ է, որ ամուր ինքնությունը մեր հայկական բովանդակության, մեր հայկական պետականության, պաշտպանության թիվ 1 վահանն է։ Դրանով ենք մենք պաշտպանվում թուրք-ադրբեջանական կամ այլ կողմերից մեր վրա հարձակվող փափուկ ուժի դեմ։ Մենք մեր ուրիշ պաշտպանվելու բան չունենք։ Եվ այս իմաստով շատերը հարցնում են, օրինակ ռեմոնտադա ասելով դուք ինչ նկատի ունեք։ Նկատի ունենք քաղաքական վերածնունդ, քաղաքական համակարգի առողջացում, ֆունդամենտալ բարեփոխումներ։ Ռեմոնտադա ասելով դուք ինչ նկատի ունեք։ Մենք նկատի ունենք, որ մենք այս պարտության փուլից պետք է տեղափոխվենք հաջորդ փուլ, վերածննդի փուլ, վերափոխման փուլ, ոտքի կանգնելու փուլ, ուժեղանալու փուլ, հզոր պետականություն կառուցելու իր բոլոր մոդելային համակարգերով, ինստիտուտներով։ Սրա մասին է խոսակցությունը գնում։ Եվ հետևաբար ռեմոնտադան մեծ վերադարձի մասին է, սիրելի հայրենակիցներ։ Բոլոր իմաստներով, վերածննդի, քաղաքական վերափոխման, ինչի մասին ես արդեն մանրամասն խոսեցի։ Մնացած մանրամասները բնականաբար մենք կխոսենք ամբողջ քարոզարշավի ընթացքում, տարբեր եթերներում, տարբեր հոլովակներով։ Այսքանը այսօր ուզում եի բացատրեմ ռեմոնտադայի մեր պատկերացումը եւ թե որտեղից է այն վերցված։ Խնդրում եմ տարածել եւ բազմապատկել այս էֆեկտը։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։